իմ հիմնական ուղերձը այն է, որ մենք գոլային իրավիճակը ստեղծել ենք, այդ թվում մեր տնտեսության համար մեզ հարկավոր է կարողանալ այդ իրավիճակը շարունակական անդադ օգտագործել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների հետ եւ գոլ ակնկալել նրանցից։ Մոտ 2 տասնյակ հրավիրյալների շարքում, ինչպես պարզ է դառնում տարածված տեսանյութից, չկան նրա ներքաղաքական ընդդիմախոսների Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիր ընկերությունների խմբից եւ Գագիկ Ծառուկյանի մուլտիգրուպից ներկայացուցիչներ։ Կառավարությունից ողջ օրվա ընթացքում չհաջողվեց ճշտել արդյոք եղել է հրավեր եւ նրանք չեն ընդունել այն, թե ընդհանրապես չեն հրավիրել եւ ինչու։ Ծառուկյանի թիմից էլ չպարզաբանեցին, իսկ Կարապետյանի Տաշիր ընկերությունների խմբից միայն փոխանցեցին մեջբերեմ սեփական երկրի տնտեսվարողներին պատերազմ հայտարարած կառավարությունից որևէ հրավեր չեն սպասում եւ քննարկելու բան էլ չունեն։ Ընտրություններից 2 ամիս առաջ անցկացված այս հանդիպմանը ներկայ էին Վիվասելի երկարամյա տնօրեն, այժմ Յուքոմը ղեկավարող Ռալֆ Յիրիկյանը, Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը, առողջապահության նախկին նախարար Հարություն Խուշկյանի փեսան, Ֆաստ բանկի սեփականատերերից օնլայն խաղատների ոլորտում բիզնես ծավալող Վահե Բադալյանը, Գրանդ Քենդիի սեփականատերերը Վարդանյան եղբայրները, կրթության նախկին նախարար Լևոն Մկրտչյանի եղբայրը, Արմենիա Վայնի սեփականատերերից Վահագն Մկրտչյանը, որը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով։ Հրավիրյալների շարքում էին նաև ՍԱԶ գրուպի սեփականատերերից Արտակ Սարգսյանը, խոշոր բիզնեսմեն, տարիներ շարունակ ՀՀԿ գործարար, մեկ այլ падգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Ձեզանից յուրաքանչյուրը ես վստահ եմ, որ պետք է փորձի անի իր մաքսիմումը, որպեսզի կարողանա օժանդակի օգնի մեզ, մեր գրուպին եւ Արտակ Սարգսյանին։ Արտակ Սարգսյանի շուրջ ամենամեծ սկանդալը պայթեց 2017-ի ընտրություններից առաջ, երբ հրապարակված ձայնագրության մեջ մի տղամարդ ներկաներին հորդորում էր աշխատել ՍԱՍ-ի սեփականատիրոջ համար եւ սպառնում ով ձայն չբերի կկորցնի աշխատանքը։ Հետքի տեղեկություններով այդ ժողովը վարել է Արտակ Սարգսյանի եղբայրը։ Գործը կարճվեց, իսկ Սարգսյանը հեղափոխությունից 1 ամիս էլ չէր անցել լքեց ՀՀԿ-ն։ Նա 2018-ին Փաշինյանի օգտին խորհրդանում քվեարկած հանրապետական падգամավորներից էր, ինչպես նաև Սամվել Ալեքսանյանը, որը այսօր եւս վարչապետի հետ նույն սեղանի շուրջ էր։ Դեմներս ընտրությունն ա, Նիկոլ Փաշինյանը պետք է գա մեր համայնք։ Իար այդ ընտրություն անենք, դրան բար ինքը ուզում է ցույց տա, որ մեր է չի, ինքը մեր աղբերն է, ինքը մեր է տա ինքը։ 2012-ին Մալայցիայում Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Ալեքսանյանը падգամավորի մրցակից տեխնացուներ էին։ 14 տարի առաջ Փաշինյանն Ալեքսանյանին ընտրողներին փող բաժանելու մեջ էր մեղադրում, բայց նրա բողոքները մեկը մյուսի հետևից մերժվում էին։ Այսօր վարչապետը նաև Ալեքսանյանին էր ասում, Հայաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր փուլ պայմանավորված Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությամբ։ Եվ մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասվում, որը կապված է առաջին հերթին TRIP նախագծի գործարկման հետ, որը էական է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը ի վերջո ամբողջական դուրս է բերելու շրջափակման վիճակից։ Բայց ըստ էության այսօր էլ Հայաստանը հաղթահարել շրջափակումը, որովհետև գիտեք, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ եւ իրականացվում են, բայց ուզում եմ ասել նաեւ, որ քաղաքական հստակ հանձնառություններն է, որ այդ թվում արտահանումները հնարավոր իրականացնել երկաթուղով, իհարկե Վրաստանի տարածքով, միջև մենք Ադրբեջանի հետ առաջին հերթին TRIP նախագծի շրջանակներում երկաթուղին կբացենք եւ սա շատ կարեւոր է։ Եվ ուզում եմ ասել, որ պայմանավորվածությունը քաղաքական հետևյալն է, որ այդ երկաթուղին երբեք չի փակվելու։ Այսինքն դա եւ ներմուծման եւ արտահանման հուսալի ուղի է։ Սամվել Ալեքսանյանն ի դեպ առաջիններից էր, որ հացահատիկ ներմուծեց Հայաստան-Ադրբեջանի տարածքով, իսկ նրա կնոջ ազգականը բենզին հենց Ադրբեջանից։ Իշխանությունները օգտվելով իրենց դիրքից խոշոր գործարարներին այսպիսի քարոզչական միջոցառումների մեջ են ներառում։ Նման ձևաչափով հանդիպումները էլ ավելի է հանրության մոտ ձևավորում այն կարծիքը, որ իշխանությունը
իր կողքը ունի խոշոր բիզնեսի աջակցություն եւ կարող է հեշտությամբ վերարտադրվել։ Տնտեսական մեկնաբան Սուրեն Պարսյանի ուշադրությունը ընտրություններից 2 ամիս առաջ վարչապետի եւ գործարարների հանդիպման հրապարակային մասից մի դրվագ է գրավել։ Փաշինյանը ներկայացնում է, որ իրենց նախընտրական ծրագրով նախատեսված է 25000 աշխատատեղ եւ այլն, եւ ըստ էության կարող ենք ասել տողատակով նաեւ վերապատրիարկում էր այդ պատասխանատվությունը, այդ ստանձնած պարտավորությունը խոշոր գործարանների, որ իմացեք, որ տարեկան պետք է 25000 աշխատատեղ ստեղծեք նաեւ դուք, որը դարձյալ չի բխում ընդհանուր այսպես ժողովրդավարության շահերից, տրամաբանությունից։ Հանդիպումից միայն վարչապետի բացման խոսքն է տարածվել, թե ինչ հայտարարություններ են հնչել, երբ անջատվել են տեսախցիկները, ինչ հարց ու պատասխան է տեղի ունեցել վարչապետի եւ խոշոր գործարարների միջև անհայտ է։